Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մանրավաճառները զբաղվում են աշխարհի երկու հնագույն մասնագիտություններով, որոնք անկման են հասցվել դիլետանտների պատճառով։ Այսպիսի եզրահանգման է եկել ամերիկացի քննադատ Ալեքսանդր Վուլքոթը։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Այստեղ խաղում են պրոֆեսիոնալ կինոսերները։ Մայեստրո Երվանդ Երզնջյանի նվագախմբի հետ տեղում է։ Դուք էլ հարմար տեղավորվեք առաջինի եթերում։ Սեանսը սկսվում է։ Տեսնենք որքանով են հմտացած մեր խաղի մասնագետները կինոքննադատության մեջ։ Այսօր կինո ենք խաղում Միշել Ղայթանջյան, Անի Արզումանյան և Ռաֆո Համբարձումյան։ Շատ ուրախ եմ, սիրելիներս, ձեզ տեսնել, ես ձեր հետևորդն եմ, ձեզ նայում եմ, ուրախանում եմ ձեր ստեղծած կոնտենտով, ինչպես այդ նորաստեղծ լեզուն է ընդունված, չէ, արտահայտել։ Միանշանակ ու նմանապես։ Այն ինչ որ դուք եք ստեղծում։ Շատ բարի, դուք ինքներդ կինոսերներ եք։ Այո։ Ավելի շատ սերիալ, ֆիլմ։ Նայած տրամադրության։ Շատ տարբեր են։ Վերջին դիտած ֆիլմը կամ հեռուստասերիալը, որը խորհուրդ կտաք նայել։ The Last of Us, զոմբիների մասին, չգիտեմ քանի օքի աստեղ սիրում, բայց վերջինը մեզնից։ Վերջինը մեզնից, էդ եմ նայել վերջինը։ Խաղի հիման վրա է նկարահանված, ճիշտ է։ Ահա, շատ բարի։ Անի։ Ես վերջերս դիտում եմ Emily in Paris-ի 4-րդ եթերաշրջանը։ Այո, 4-րդ եթերաշրջանը շատ թեթև հավես, ինքը տենց եթե ուզում եք Աուրորիայից կտրվեք, ինքը լավ տարբերակ է։ Իսկ ֆիլմը վերջերս կինոթատրոնում եմ մի հատ ռուսական տենց մարտական ֆիլմ դիտել, բայց խորհուրդ չեմ տա, դրա համար անունը չեմ մտածում։ Օպա։ Ռաֆո։ Ես 10-րդ անգամ նայում եմ հուսահատ տնտեսուհիները ամերիկյան։ Պլյուս 3 էլ նայել եմ Վազգենը, մեր նոր հայկական ֆիլմը ու պարտադի խորհուրդ եմ տալի։ Սերիալն էլ Վազգենն էլ։ Հիանալի է, շատ բարի։ Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները անպայման կհետևեն ձեր խորհուրդներին։ Մենք այսօր ձեզ հետ խաղալու ենք կինո գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ Այս կազմով անցնելու ենք 2 փուլ։ Այնուհետ մասնակիցներից մեկը կլքի մրցասպարեզը, իսկ սուպեր խաղ ինձ հետ կգա ձեզնից միայն մեկը։ Նախքան մրցութային մասին անցնելը պետք է պարզենք, թե ով է սկսելու։ Առաջին փուլը դա անելու ենք հատուկ հարցի միջոցով, որի պատասխանը ստույգ թիվ է։ Հարցը լսելուց հետո ձեր առջև դրված թղթերի վրա 20 վայրկյանի ընթացքում պետք է գրեք ձեր տարբերակը, ում պատասխանը առավել մոտ կլինի ճիշտ պատասխանին, նա էլ կսկսի առաջին փուլը։ Եթե դուք պատրաստ եք, սիրով ընթերցեմ հարցը։ Պատրաստ ենք։ Քանի անգամ է Ալֆրեդ Հիչքոկը սեփական ֆիլմերում հայտնվել կադրում։ 20 վայրկյան։ Այստեղ կա չէ մի հատ բան, պատասխան 0-ն միշտ խաղերում։ Դե խոսամ թե լավ, օքեյ։ Բայց մենք թվերից ենք խոսում։ Մենք թվերից ենք խոսում։ Զրոն էլ է, չէ՞ բայց։ Զրոները դեռ ձեր միավորներն են, որոնք ուստայեմ փոխվեն խաղի ընթացքում։ 3 վայրկյան, 2, 1 եւ ժամանակ։ Եթե պատրաստ եք, տեսնենք։ 5 անգամ կարծում է Միշելը, Անի ձեր թիվը 7-ն է, 7 անգամ կարծում է Անին եւ 22 անգամ կարծում է Ռաֆոն։ Եվ հաղթում է Ռաֆոն, քանի որ 39 անգամ է Հիչքոկը հայտնվել իր 37 ֆիլմերում։ Okay։ Այնպես որ Ռաֆո խաղը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը եւ թարմացնում ենք հիշողությունը։ Մարդուկ ջարդուկ, կացին ախպեր, Պինոկիո։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում մենք տեսակավորել ենք ֆիլմերը 3 կատեգորիայի, որոնց համապատասխանում են գուշակելու 3 տարբերակներ։ Կատեգորիան եւ ֆիլմի պայմանական միավորն ընտրում է մասնակիցը։ Այսօր ներկայացված են ֆիլմեր հետեւյալ դասակարգումով։ Դիտելու ենք դրվագներ սև սպիտակ հայկական ֆիլմերից, լսելու ենք ֆանտաստիկ մեղեդիներ համանման ժանրի ֆիլմերից
Իսկ պաստառներում պատկերված են ֆիլմեր, որոնք մեզ անթիվ ուրախ պահեր են պարգևել, կոմեդիաներ են եւ դրամաներ։ Okay։ Հեշտ է։ Եվ Չի այսպես։ սկսել ես։ Արդեն հեշտ է։ Որքան բարձր է միավորը, այդքան բարդ է հետևաբար հարցը։ Ռաֆո, դուք եք ընտրում, բայց ասեմ, որ գուշակելու հնարավորությունը տրված է ձեզնից յուրաքանչյուրին, այսինքն ընտրում է Ռաֆոն, եթե դուք գիտեք պատասխանը, սեղմում եք կոճակը, տալիս եք ճիշտ պատասխանի դեպքում, վաստակում եք միավոր, սխալ պատասխանի դեպքում մեկ քայլ բաց եք թողնում խաղը։ Պատրաստ ենք Ռաֆո, պահում։ խնդրեմ։ Քանի որ ուզում եմ տականամ, հեշտից սկսենք։ Ուրախ պահեր 40, չգիտեմ ինչի։ Ուրախ Էդ էլ հեշտ պահեր Ռաֆ։ 40։ Բոլոր կոմեդիաները նայել եմ, չեմ կարծում։ Տենց լինի։ Տեսնենք։ Հա, խնդրում եմ։ Այս Գնդակի սերի հուշում։ շատ նոր է։ Ես պարտվելա կինանու ֆուտբոլիստ է, չէ։ Ժամանակ, ինչ որ Եկես կարողա Պելենա։ Այնքան չէ։ Այնքան պելեն չի Ռաֆ։ Շատ վատ է, էլի գուշակում։ Բայց այս Էս սերիալը ինչ ա։ չէ ոնց որ։ տեսնենք, սերիալ է, այո։ Սերիալը։ Ted Lasso։ Չեք Հա, դիտել։ նայել Ես ենք չեմ Breaking նայել։ Bad-ի շարունակությունը չի ինքը։ Ես արդարացնում եմ Breaking ասել։ Չէ, Bad-ի, չէ, բայց Ted Lasso-ն ֆուտբոլային ակումբի մասին սերիալ է, ֆուտբոլային մարզիչի մասին եւ նաեւ ակումբների, խնդրում եմ անպայման դիտեք, շատ հիանալի ֆիլմ է։ Ռաֆո, բաց եմ եք թողնում։ Այո։ Ռաֆս։ Unlike ենք անում ձեզ հիմա այս Անֆոլո։ եւ շարունակում։ Կարծում եմ անին Միանշանակ։ Միանշանակ։ Շատ լավ, եկեք այ հիմա իրոք հեշտից սկսենք։ Այո։ Ֆանտաստիկ մեղեդիներ 10։ Ֆանտաստիկ մեղեդիներ 10։ Միշել։ Այո։ Պիրаты Կարիբского моря։ Այո։ Կարիբյանի ծովահենները։ Ռաֆո վերադառնում եք խաղ, Միշել շարունակեք։ Okay։ Լավ, ոնց որ երաժշտություն չէ։ Սև սպիտակ հայկականի 20-ը։ 20։ Ես էի։ Միշել։ Դժվժիկ։ Ասեցել։ Հենա։ Ասեց։ Դժվժիկ, ճիշտ է։ Յո, էլի ես է։ Այո, Okay։ իհարկե։ Շարունակենք։ Շարունակում ենք։ Սև սպիտակ հայկական 10 թե 30։ Ոգևորվել ես էլի։ 30։ Սև սպիտակը 30-ով։ Միշել։ Գնանք մենք։ Պեպո։ Ճիշտ է։ Լավ, եկեք գնանք իրանց հիմա։ Չէ, Բայց դու դուք ես եք ես։ Գիտեմ, հումոր եմ անում։ Ֆանտաստիկ մեղեդիներ 20։ Ֆանտաստիկ մեղեդիներ 20։ Приключения Էլեկտրոնիկի արկածները ճիշտ է, Անի։ Ռուսական։ Անի, դուք եք շարունակում։ Ես եմ շարունակում։ Այո։ Հայկական կինոից որոնք եք դուք ուշակել 30-ը։ Միայն 20-ը եւ 30-ն են գուշակված, սև սպիտակ հայկականից 10, 40 եւ 50 միավորները դեռ կարելի է ձեռք բերել։ Եկեք Լավ 40։ գնով տալիս եմ։ Եկեք այդ դեպքում 40-ով ես վերցնում եմ։ 40-ով վերցնեք, շատ բարի։ Նամուս։ Ճիշտ է։ Հա, ես էլ եմ ուզում ասել։ Ես եմ։ Այո։ Եկեք մի քիչ ուրախանանք։ Հայելի։ Ուրախ բայր 20-ով։ Ուրախ պահել 20-ով վերցնում 20-ով վերցնում է Տակ-տակ։ Անին։ Հիմարը եւ ավելի հիմարը։ Ճիշտ է, հիմարը եւ ավելի Մերսի, հիմարը։ Ջիմ Քերի։ Ջիմ Քերի։ Ուրախ Շարունակեք։ պահեր 30։ Ուրախ պահեր 30։ Ռուսականա Ադամանդե ձերքնա, չէ, Շերլոկ Հոլմսն է ոնց որ։ Բայց ըստ աչքերի հեչ ուրախ չի։ Մի տեսակ։ Ոյ, ռուսական դե ես հայկականին եմ Ռուսականը ճիշտ եք սկսել, այո։ Ես չեմ իմանա։ Ես այս ժամանակ պլաններում չկա Եվ որ շատ ծնվեի կարևոր նույնիսկ։ մի դետալի հետ է կապված։ Շարֆ ձերքը չէր Ադամանդե։ 3 2 1 որևէ տարբերակ 12 աթոռ։ տեսնենք։ Ճիշտ է, 12 աթոռ։ Ապրես։ Շարունակեք։ Հա, եկեք ուրախ պահերը շարունակենք 50-ը վերցնեմ։ Ուրախ պահեր 50։ Վայ։ Այն Ադամ Սենդլերը չի։
На всякий սեղմեմ։ Ահա, ամեն դեպքում Կարող է հիշում էինք։ Որ կինո ընդհանրապես ոչ մի դերասանը ծանոթ չի։ Եկեք սեր։ Սեր։ Կանանց մի ամսակին նվիրված։ ամեն դեպքում Սեր Նյու Յորքում։ Սեր Նյու Յորքում լավ տարբերակ է Ինչ որ է տեսնենք իրադարձությունները Նյու Յորքում են բայց մենք որքան էլ որ վերլուծենք այն միևնույն է Սեր Նյու Յորքում չէր կարող լինել վերլուծիր այն ֆիլմի չեմ նայել։ Անալիզի ռույ էտը Analyze that Երևի իսպաներեն եմ նայել, մի հատ իսպաներեն։ Իսպաներեն խնդրեմ amigo մի քայլ բացեք թողնում պատասխանելու իրավունք չունեք ձեր միավորները հավասար են ընտրում է Միանշանակ։ Շնորհակալություն։ Անի, խնդրեմ։ Սև սպիտակ հայկականի 10-ը ընտրված էր, թե չէ։ Ոչ, կարող եք։ Եկեք, հա, ես մի հատ թեթև մի բան։ 10-ը եւ 50-ը դեռ ազատ են։ Եկեք 10-ը։ 10-ից սկսեցինք։ Տերն ու ծառան։ Ճիշտ է։ Անտրես։ Բրավո, տեսակ ինչ կարճ տևեց։ Դուք վերադարձաք նորից։ Այո։ Խաղ։ Անջան։ Քո համար արեցի, թե չէ, չգիտեի։ Լավ, եկեք ուրեմն 50։ 50, որը։ Հայկական։ 50 սև սպիտակ Այո, հայկական։ սև սպիտակ հայկական 50։ Խնդրեմ։ Ինչ անենք։ Էս շատ հին է։ Սարե։ Այս նկարած չի։ Հա։ Արդեն ասեցի բրավո, միավորներն էլ եկավ։ Ոնց թե չէ։ Բրավո, չէի լսել։ Շատ հին է այդ կինոն։ Բրավո Անի։ Ապրեսիո։ Տեսակ, ինչ մի անգամից 120 միավորով արդեն։ Ընդեից է կարդում, դե գրած։ Ես եմ հիմա։ Զարեն մի անգամից 50 միավոր։ Եկեք ուրեմն ֆանտաստիկ մեղեդիներ 30։ Ֆանտաստիկ մեղեդիներ 30։ Օ, տո դժվար է ուրախ պահել։ Ինչ, ասա։ Ինչ։ Սպասի։ Մի սպանեք, թողեք ասի։ Չթողի լսենք, գոնե Մի հատ հաստատ իմ զոմբիների թեմանով է։ Ինչի։ Զոմբի։ Ճիշտ է, ոնց որ, հլը։ 28 օր։ The Walking Dead։ Այո։ The Walking Dead։ Այո, գայլող մեռելները։ Դրաման է ասում, մի սպանեք, կաս։ Ֆանտաստիկ մեղեդիներ 40։ Ֆանտաստիկ մեղեդիներ 40։ Ո, ես գիտեմ, բայց չեմ հիշում։ Հեյ։ Guardian of Galaxy։ Այո, գալակտիկայի պահապանները։ Ճիշտ է, Ռաֆա։ Բարդ հանուներ։ Անենց անգլերենով չեմ նայել, կինոն չինը անգլերենով ասի Guardian of Galaxy է։ Հաջորդը դու ֆրանսերենով։ Je pense Հայերենի համար սեխ 1-1։ Գալակտիկայի պաշտպանները։ Շարունակեք։ Եկեք ֆան չէ, երաժշտությամբ, բայց մեկ է 10-ը մնացել, լավ, ես ռիսկի կդինեմ։ Եկեք ֆանտաստիկ մեղեդիներ 50։ Ֆանտաստիկ մեղեդիներ 50։ Այնքան չեմ գուշակել, բայց աստղային պատերազմներն է։ Երկրորդը։ Անկապ փաստեր եմ օրինում, որ ճիշտ դուրս գա։ Բացարձակ չեմ կարող մոդ բերել նույնիսկ։ Իրենց։ Վերջ։ Շո։ Վերջ։ Միավոր չեք վաստակում եւ նույնիսկ զրկվեցիք վերջին 10 միավորը վաստակելու հնարավորությունից, որովհետեւ այս քայլը բաց եք թողնում Նարնիայի քրոնիկոնը։ Okay։ Եվ վերջինը Միանշանակ։ Կարելի է 10 արդեն ընտրելու տարբերակ էլ չկա, որովհետեւ միայն սա պետք է գուշակել։ Ուրախ պահեր։ Տեսնենք։ Վայ։ Այն բիգ Դաս պրոֆեսորը։ Կամ չասես այդպես, կարող սխալ լինի, բայց պրոֆեսորա ցնդածը։ Ցնդած չէ, իստված են բաշխայում համը չկա, չէ, թե Չէ, ինքը էսի ցնդածն է։ Ցնդած պրոֆեսոր։ Պատասխանը։ Արի պրոֆեսոր ասա, թող հուշի։ Պատասխանը։ Լավ ցնդած պրոֆեսոր։ Ճիշտ է, ցնդած պրոֆեսորը ձեզ բերում է 10 միավոր եւ ընդհանուր համագումարում Անի 130 միավորով դուք գալիս եք ինձ հետ երկրորդ փուլ եւ հավասարապես 90 միավորներ են վաստակել մեր այսօրվա տղամարդիկ Միշելը եւ Ռաֆոն առաջինը եթերում մենք խաղում ենք կինո Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի զարմիկ Նիկոլաս Կիմ Կոպպոլան որոշեց հրաժարվել հորեղբոր ազգանունից եւ վերցրեց
բեմական Նիկոլաս Քեյջ կեղծանունը, որպեսզի գնահատվեր ոչ թե ուժեղ բարեկամական կապի, այլ իր տաղանդի համար։ Ժամանակն է մեր մասնակիցները փայլեն էմոջիների միջոցով պատկերված ֆիլմերի անուն ազգանունները գաղտնազերծելու իրենց տաղանդով։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 30 միավոր, սխալ պատասխանի պարագայում գործում է նույն սկզբունքը 1 քայլ բաց եք թողնում խաղը, իսկ մտածելու համար տրված է 15 վայրկյան ժամանակ եւ ունենք գուշակելու 15 ֆիլմ։ Եվ քանի որ այսօր դուք եք այստեղ, սիրելի բլոգերներ, ինձ կասեք ձեր սիրելի էմոջիները։ Եվ առասարակ ունեք այդպիսի չաթ, որ միայն էմոջիներով եք շփվում իրար հետ։ Ես պրիմիտիվ կլինեմ, այն որ ծիծաղում աստեղ սենց արցունքներով է դա։ Անի։ Մի հատը որ կա այնքան ոգևորված է, որ սենց աչքերի մեջ արցունքներ են լցված, այդ մեկն եմ շատ Հա, սիրում։ դուք դրան ոգևորված եք, տես։ Սենց ուրախությունից։ Ուրախությունից։ Այո։ Ես գիտեմ ձեր Ունիվերսալ սիրելի է։ էմոջիները որքանով տեղ գտած կլինեն մեր այսօրվա էմոջիների պնակում, բայց վստահ եմ, որ նրանք, որոնք որ ընտրված են բացառապես ձեզ օգնելու համար վաստակելու միավորներ։ Ծափահարությունները ձերն են, եւ մենք սկսում ենք երկրորդ փուլը, ուշադրություն էկրանին։ Անի։ Պրիվիդենիե, ինչ Ուրվականը։ Ճիշտ է։ Հենց տենց։ Միշտ չի որ այսպես հեշտ է, բայց իհարկե հենց այսպես երբեմն էմոջին ընթերցել։ Ու հիմա մերը։ Ճառագայթող ուրվական։ Հաջորդը։ Սուբստանցիա, Սուբստանցիա։ Ախ, ինչ լավ բան եք ասում, բայց ինչ լավ բան եք ասում, բայց սխալ, շատ սիրել եմ այդ ֆիլմը, իհարկե եւ Դեմի Մուրին, բայց այս պարագայում մի փոքր ավելի ետ ենք գնում ու կլոններ։ Վայ։ Մեկ քայլ բաց եք թողնում, Միշել։ Շարունակում ենք, հաջորդը։ Ռաֆո։ Արարատ։ Ռաֆո, մենք աղում ենք կինո։ Հա, այս բանն կորած մոլորած ասեմ, չէ, այս ուղակի մտածում եմ բարձր, Ահա։ մենք ենք մեր սարերը, այս զրոն մի բան պետք է նշանակի։ Ամենայն դեպս գործողությունները պարզ է, որ մեզ մոտ է տեղի ունենում, եւ երկուսն են։ Չեմ, մի րոպե, երկուսն են, Այո։ 3 մեծ պատմություն փոքր Երկու, քաղաքում, չէ, մեկ։ всё, վերջ։ Իսկ չէ։ Չկասես կինո։ Սար Օ Հա, Սարոյե եղբայրներ։ Եղբայրներ։ Դե ասեք որտեղ տարերով նայենք, էլի։ Ու իրան է ուրվական։ Որտեղ մենք Հայաստան մենակ Դրոշ։ Ես նույնիսկ ասացի, որ հեշտ չեն լինելու, բայց երբեմն ասացի, երբեմն էմոջին ընթերցելը կարող է ձեզ բերել ճիշտ վերնագրի։ Ես պրոստը լեռնոյան էիք։ Հեսա բոլորը ընթերցելու եմ, սա սխալ ասեմ։ Գնացինք։ Հիմա դուք եք բաց թողնում մեկ այլ, Միշել դուք վերադառնում եք, մենք շարունակում ենք։ Դե ասա, տենց ոգև։ Ինչ որ ահա, անի, Խալոդն իգր, այսինքն սառուչյալ խաղեր։ Ցուրտ խաղեր։ դուրս խաղեր։ Վիշապի խաղը։ Չէ, լավ է։ Արի ընթերցենք։ Ահա։ Մկը Ցուրտ։ մկսը վիշապը։ Չգիտեմ։ Չէ, լավ, երևի ուրիշ տարբերակ Չունենք։ Մահացու ճակատամարտ ֆիլմներ։ Կուղարկիք նայեք։ Այդ ցուրտը չլեր մահացու։ Հա, երևի Mortal ցուրտ է։ Kombat։ Խաղը ճիշտ է։ Խաղի հիման վրա։ Հա, ճիշտ է։ Անի հիմա էլ դուք եք բաց թողնում։ Տղաները շարունակում են։ Դրա համար այդ 15 վայրկյանը կարելի է օգտագործել մտածելու համար։ Խնդրեմ, հաջորդը։ Կոդ Դա Վինչի։ Ճիշտ է, Դա Վինչիի ծածկագիրը։ Անի վերադարձակ։ Շնորհակալություն։ Շարունակում ենք։ Ինչ է առաջինը։ Անգլիայի են ասալդատներից։ Ահա, իրենք ովքեր են։ Զինվորները։ Ահա։ Զինվորի եղբայրները։ Ինչ։ Զինվորի փոքր եղբայրը։ Այն զինվորի էմոջին ու կողքը Երկու շատ ուղիղ ովքեր են են կարդում։ պատկերված։ Հարազատները։ զինվորի սերունդ։ Հարազատները, լավ, զինվորի հարազատները։ Շատ հարազատ են, բայց չեմ կարող ընդունել, որքան էլ հարազատաբար եմ տրամադրված։ Զինվորի հայրը։
Հա, այն աղջինն է զինվորները։ Շատ լավ է պահպանվել, բաբան դրա մտածին եղբայրն է։ Խնդրեմ հաջորդը։ Ջունա։ Այո, ճիշտ է, ձյուն։ Դուք զգում եք, չէ, ես նույնիսկ մթնոլորտից եմ հասկանում, թե արդյոք ճիշտ պատասխան կա տարածքում, թե ոչ։ Վերադարձակ։ Գրեթե թե հավասար է պայքարը, իհարկե անին անհամեմատ առաջ է։ Անհամեմատ է։ Ոչինչ, մեզից մեկը գնավ այն մեզ փուլա։ Մասամբ առաջ եք։ Այո, տղաները հավասար ընթանում են։ Խնդրեմ հաջորդը։ Ինչեր ենք տեսնում։ Կարող է 911-ի մասին է։ Չէ, շատ սխալ բան ասեցի, է։ Կարար բայց լիներ, լավ։ Հա, Լավագույն հրաձիգը, Top Gun։ Օ, Հաջորդը։ ես բաց եմ թողում, չէ։ Անին բաց է թողնում, այո։ First Night։ Այո։ Այո, Առաջին ասպետը։ Այո, ասպետը, ճիշտ է։ Անի վերադարձակ։ Հաջորդը։ Ռաֆո։ Բան կարող է բաննա։ Կարող է։ Frozen-նա։ Հուշեցին, չեմ կարող ասեմ։ Բայց սխալ ուշ։ Հա, լիշլավա։ 5-րդ։ 5-րդ էլեմենտ։ Մի րոպե։ 3, Մենք ենք 2, անում։ 1, պատասխան։ Եկեք 5-րդ էլեմենտ ասեմ, այն 5-րդ էլեմենտ, ճիշտ է։ Էլ ինչ ես չեմ ուչում ան։ 5-րդ տարի, շնորհակալություն։ Խնդրեմ հաջորդը։ Բաննա, չիպը եւ դելը։ Չիպն ու դելը։ Դու ես սաղմե։ Այ հաշտի Դելը է։ ստապում են օգնության։ Ճիշտ է, Միշել։ Ես ստյուրիկների հետ լավ եմ։ Ես սպասում եմ 2 ստյուրիկ ստեղ։ Այո, տես կյանքը բումերանգ է։ Միշելեն մեկ ասես, հետո պատտվեց գնաց իրան Շորն հաջորդը։ է տիպիկ էմոջի, չէ՞ մի տեսեք։ Շախմատիստ։ Չէ, Շախմատ խաղալ գիտեք։ Այո։ ես չեմ։ Ցավոք սա։ Բացի Բայց շախից այս քարը ծանոթ է, խաղաքարը։ Զինվորի քարն է։ Ահա։ Սպանված զինվոր։ 3, Զինվորի մահը ասել։ Առաջին 2, 1։ Սպանված աղավնի։ սպանված զինվորը։ Զոհաբերելով զինվորին Որին։ չեմ կարող ընդունել որպես ճիշտ Հա, պատասխան։ դե որ իմանային կասեն։ Անի բաց եք թողնում։ Այո, շարունակում ենք։ Վերև։ Ճիշտ է, դեպի վեր։ Անի վերադառնում եք նախավերջինն է եւ արդեն տղաները առաջ են անցել միավորներով, այնպես որ հաջողությունը Էն տղաներ։ ժպտած ես, խնդրեմ։ Օ, բանը Hulk։ Ճիշտ է։ Եվ վերջինը Անի Գոդզիլան կամ Կինգ Կոնգը։ Գոդզիլան ընդեմ King Kong-ը։ Գոդզիլան եւ Կինգ Կոնգը։ Գոդզիլան ընդդեմ Կոնգի։ Ճիշտ է։ Այո, եւ 190 միավոր ձեռք բերելով դուք նաեւ ձեռք բերեցիք երրորդ փուլը խաղալու հնարավորություն։ Անի, Ռաֆոն եւս ինձ հետ կգա երրորդ փուլ, Միշել ես ես հրաժեշտ եմ տալիս այս փուլում։ Շնորհակալություն լավ խաղ ցուցաբերելու համար եւ շարունակեք դիտել ֆիլմեր։ Դերասանական կաստինգներն անցկացնող գործակալները Ոմն Կիանու Ռիվզին չեն հրավիրում կաստինգների, քանի որ նրա անուն ազգանունը շատ տարօրինակ է։ Եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեին, հնարավոր էր, որ Նեոին եւ Ջոն Ուիկին մենք բոլորս ճանաչեինք Woman Chuck Spadin կեղծանունով։ Երրորդ փուլում թեժ պայքար է։ Դեպի եզրափակիչ մեկնող ճեպընթացում միայն 2 ազատ տեղ կա, որից մեկն արդեն ամրագրված է իմ անունով։ Վաստակած միավորները զրոյանում են, հիմա ամեն ճիշտ պատասխանի համար կստանաք 1 միավոր։ Խաղում ենք ֆուտբոլային 11 մետրանոցների տրամաբանությամբ։ Հարց, 20 վայրկյան, պատասխան եւ գոլ։ Հարցերը տարբեր են, մոտեցումն ընդհանուր։ Փուլը վաղաժամ կավարտվի, եթե մասնակիցներից մեկը վաստակած միավորներով անհասանելի դառնա մյուսի համար։ Պատրաստ եք։ Այո։ Եվ Ռաֆո նախորդ փուլի առաջատարը դուք եք միավորներով առավել, դուք էլ որոշում եք, թե ով է սկսում այս փուլը։ Ուժեղ սերը, Անին։ Իհանալի է։ Անի, հարցը հնչում է ձեզ համար։ Շատ լավ։
Հիմա կտեսնեք փոքրիկների լուսանկարներ, որոնք չգիտեմ, թե ինչ են երազել դառնալ, բայց մեծացել են ու դարձել դերասաններ։ Շատ լավ։ Գուշակում ենք, թե ով է պատկերված էկրանին։ Առաջինը ձեզ համար է, Անի։ Շատ լավ։ Ինչ լավ է դու սկսիր։ Մի հատ կասկածիկ ունեմ։ Արտահայտվեք։ Ժամանակն էլ է կարևոր, թե Ժամանակը միջև սպառվել է, պետք է սեղմեք կոճակը, ահա։ Բեզրուկով բրիգադայի։ Տեսնենք։ Բրավո, Անի, բրավո։ Սերգեյ Բեզրուկով։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք, Ռաֆո։ Ամերիկայից ֆիրմնի է վեր։ Այո։ Շորերի տերևում է։ Ինքն չեմ Նույնիսկ այս տարիքում դեր է խաղացել։ Սեղմեք ժամանակը։ Չէ, պատասխան չունեմ անկեղծ։ Լավ, տեսնենք։ Ինչ որ շատ հայտի Ջասթին Բիբեր։ Չէ։ Քրիստիան Բեյլ։ Եվ երկրորդ ենթափուլը։ Հաջորդ ֆիլմը կարծում եմ դիտել եք, կադրը հավանաբար հիշում եք։ Իսկ թե ինչ դետալ է թաքցված տվյալ կադրում, կամ մտաբերեք, կամ գուշակեք։ Խնդրեմ, Անի, ձեզ համար է։ Ոյ, պատարակաղը, որ պատարակաղով մազերը սանում է։ Բրավո, իհարկե։ Այս հեշտ է։ Ինչ լավ է, որ աղջկա հասավ այս հարցը, չէ։ Անսպասելիորեն։ Չգիտի, ես մուլտիկներ չեմ նայում։ Ռաֆո, նույն սկզբունքով գուշակում եք դուք, խնդրեմ։ Դե թավայա։ Այս փուլը շատ լավն է։ Թավա։ Եկեք էլի խաղանք այս փուլը։ Շատ ճիշտ է։ Շարունակում ենք եւ մենք երրորդ փուլի երրորդ ենթափուլում ենք։ Մեր նորաթուխ աշխատակիցը արհեստական բանականությունը կամ ինչպես մենք ենք սիրում նրան ասել աբոն գեներացրել է լուսանկար։ Առաջադրանքը հնչել է հետևյալ կերպ. մենք նրան տվել ենք ֆիլմի վերնագիրը, սյուժեն, պատմությունը եւ նա իր տարբերակով արտատպել է կադր, որը հիմա կհայտնվի էկրանին։ Դուք պետք է ձեր բնական բանականությամբ փորձեք կռահել, թե ինչ է տեսել արհեստական բանականությունը։ Խնդրեմ, Անի։ Ինտերստելարն եմ։ Այնքան հա։ Բրավո։ Տեսնենք, թե մեր աբոն Ռաֆոյի համար ինչ պատկեր է ստացել։ Ինքան չգիտեմ, բայց դե։ Դեռ ժամանակ ունեք, ինչու շուտ է։ Պաբեդայա գրած։ Ավանակ, պաբեդա, պարան։ Ինչ-որ խոշոր շահում, չէ։ Ժամանակաշրջանի իմաստով կարելի է այդպես ասել եւ ինչու՞ չէ, նաեւ մտքի իմաստով, բայց ոչ ֆիլմի վերնագրի։ Կարող է Նինան այն որ գողանում են։ Բաննա, Կովկասկա պլենիցան, հա։ Եվ ձեր պատասխանն է Կովկասի գերուհին։ Կովկասի գերուհին։ Ճիշտ է։ Դու ասի, չէ, ապրես։ Չորրորդ ենթափուլն է։ Հուշում եմ անելու ֆիլմի մասին, որը սկզբում անհասկանալի կթվա, սակայն հենց դա է նպատակը՝ եւ հուշել, եւ շեղել։ Հուշմանը զուգահեռ նաեւ կադր կհայտնվի էկրանին։ Անի, պատրաստ եք։ Այո։ Հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ, որի վերնագիրը սպառնալիքի կամ վտանգի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի եւ ապրումների հիման վրա առաջացած հույզի վերապրումը դադարեցնելու հորդոր է։ Ուզում եմ ասել սուբստանցիա։ Քո կասա։ Շատ հեշտ է։ Մի րոպե, Գարեգի։ Քեզ օգնեց, հիմա էլ դու օգնիր։ Հա, մի վախեցի։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Մի վախեցեք պատասխանել, այո։ Չեմ նայել այս ֆիլմը։ Մի վախեցիրը չես։ Ինքը պարտվեց, չնայել։ Անկեղծ ասում եմ, որ իմ վրիպումն է, որ չեմ նայել։ Խորենել։ Ահա, հուշումներով 1-1, հաշիվը 4-2։ Կներես Սանջան էլ չէ։ Ահա, Ռավո ջան, ասեմ ավելին, եթե հիմա չպատասխանեք, պարտվում եք։ Ես էլ եմ դրա համար։ Հուշումը ձեզ համար է։ Մուլտֆիլմ հեռավոր տարածքներում անկախ եղանակային պայմաններից շուրջօրյա ռեժիմով խաչաձև
երթևեք անողի մասին։ Բան, բայց ինչ է, վերնագիր ոնց է, պինգվինը, ոտքերով խաչեր եմ անում գնում եմ, բայց էդի վերնագիր ունի այդ մուլտիկ, ես գիտի առանց վերնագիր մուլտիկ։ Կսխմի գոժամ։ Ինչ է, ոտքերով խաչեր եմ անում գնում եմ, ինչ-որ երկն է վերնագիր։ Պինգվին։ Ահա, պինգվին վինը։ Վին էր անունը, վին։ 3-4 Եվ մենք վերջին ենթափուլում ենք, եթե իհարկե չհավասարվեն միավորները։ Այս ենթափուլում ներկայացվող 4 ֆիլմերից 3-ն ինչ-որ տրամաբանությամբ օրինաչափությամբ սկզբունքով ընդհանրություն ունեն։ Պետք է կարողանալ գտնել այդ ընդհանրությունը եւ հասկանալ, թե որ 4-րդն է ավելորդ։ Եթե պատրաստ եք անի, Փորձեմ։ ասեմ ավելին, ճիշտ պատասխանի դեպքում հաղթում եք ու գալիս եք ինձ հետ սուպեր խաղ։ Խնդրեմ, ուշադրությունը էկրանին։ Դե մշտես թենեն Ֆիլմերը գիտեք։ Դա Պինոկիոյի մասին ֆիլմն է երկրորդը։ Այո։ Առաջինը բանն է, միշտ ասա այոներ, թե չէ։ Всегда говори Dana, թե չէ։ Առաջինը, ահա, այո։ Բա երրորդ։ Երրորդը։ Չէ, երրորդը որն էր այդ դեպքում։ Երրորդն էր միշտ ասա այոն։ Փաստորեն։ Փաստորեն, չորրորդը չեմ դիտել։ Այդտեղ Լոկին է չորրորդը։ Որը։ Լոկին։ Լոկին, ինքը հումորային է։ Չէ, բանը, Marvel-ի սերիալներից է։ Տորի աղբերն է։ Շատ մտածեցիք, հիմա կարող եք նույնիսկ եթե տրամաբանությունը գտնում եք, չեք գտնում, որևէ մի բան ասել։ Մտածում եմ, որ առաջին ու երրորդը հանում եմ այն առումով, որ իրանք ինչ-որ չափով նմանություններ ունեն, դրա համար պետքա գտնել, թե որն է երրորդ համեմատաբար իրեն նմանը։ Դե կամ երկրորդը կամ չորրորդ։ Ես 50-50 եմ արել։ Երկրորդը, ախր երկրորդն եմ ուզում ասել, որ ասեցիք տենց հիմա կփոխեմ չորրորդը։ Չորրորդը։ Հա։ Ընդունում եմ։ Առաջինը ստախոսն է։ Ահա։ Երկրորդը Պինոկիոն։ Ահա։ Որը սուտ խոսալուց քիթը երկարում էր։ Ստի աստվածն է։ Երրորդը այո ասողն էր։ Իսկ Լոկին ստի աստվածը։ Այսինքն մնացած բոլոր ֆիլմերում հերոսները սուտ էին խոսում, բացի երրորդ ֆիլմից։ Նույն սկզբունքով Ռաֆո պետք է գուշակեք դուք։ Հենց։ Դու մի քիչ լգնա։ Ինչ-որ շատ ակնհայտ լինի, բոլորը գունավոր են, բացի Չէ, դա այդքան բացահայտ չէր լինի։ Լավ, Հիշում եք որն է ֆիլմը։ Այնտեղ նվագախմբի տղաներն են, չէ։ Տղաներ են։ Ասեմ ավելին, Արսեն Վարունցն է։ Մեծն Խորեն Աբրահամյանն է, իհարկե, ով Արսեն Վարունցի դերում էր հանդես գալիս։ Եվ երգում էր որ սիրո երգը։ Հա, Առաջին այս սիրուց ահա։ Լավ, էսի կապիտան Ամերիկան է։ Էսի Թեդն է, երրորդն ավելորդ է, այստեղ կապիտան Ամերիկան է, այս վերջինը չգիտեմ Ադամ Սենդլերի, որ կինոն է, Վեգասի, հա, ոնց որ էտա։ Չէ, նո։ Եվ ձեր վերջնական պատասխանն է։ Մի վարքյան, երկուսը ֆանտաստիկան, էս էլ է կարող ֆանտաստիկա։ Էս ինչ է։ 3, 2, 1։ Եկեք կապիտան Ամերիկան հանենք։ Կապիտան ավելա կապիտան Ամերիկան։ Երկրորդը։ Հա, անկապ։ Առաջինը առաջին սիրո երգն է, երկրորդը առաջին վրիժառուն, կապիտան Ամերիկան, երրորդը Թեդն է, երրորդն ավելորդը, եւ վերջինը առաջին 50 համբույրները։ Բոլոր 3 ֆիլմերում կար առաջին բառը բացի Թեդից եւ դուք մոտ էիք ճիշտ պատասխանը տալու, բայց այս պարագայում այն չհաջողեց, ինչը նշանակում է, որ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս այս փուլում։ Ռաֆո, հուզումն առատ հրաժեշտ ենք տալիս։ Շնորհակալություն խաղին մասնակցելու համար ամեն դեպքում։ Կարող եք շնորհավորել Անին, որովհետեւ Անին ինձ հետ գալիս է սուպեր խաղ եւ մեր սուպեր խաղի ընթացքում ընդամենը վարքյաներ անց կիմանանք, որ մեր այսօրվա սուպեր հերոսը կդառնա սուպեր հաղթող թե ոչ։
Սուպեր խաղ, արդեն լուրջ է, ամենասահմանափակ ժամանակում եզրափակչի մասնակիցը կարողանա արդյոք պատասխանել և գուշակել 7 ֆիլմերը, թե ոչ, ու դառնալ մեր այսօրվա խաղի հաղթողը։ Անի, դուք ունեք 120 վայրկյան և 7 ֆիլմ գուշակելու հնարավորություն ու արժանանալու կինոյի բաղձալի Օսկարիկին։ Փորձեմ։ Ինչպես է տրամադրությունը։ Մարտական։ Հիանալի է։ Որը որ կասկածելի է ձեզ համար, արդյոք ճիշտ եք թե ոչ, գերադասելի է տակ հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, որովհետև ժամանակը կանգ չի առնելու։ Շատ լավ։ Բայց հիշեք, որ ժամանակը միշտ աշխատում է հոգուց ձեզ։ Անի, սկսում ենք սուպեր խաղը, ժամանակը գնաց։ Չարլին և շոկոլադե արտադրամասը, կամ Վիլի Վոնկան և շոկոլադե արտադրամասը։ Ֆորեստ վազիր, ֆիլմի անունը։ Ֆորեստ Գամփ։ Ճիշտ է։ Դաստիճացը դենի պես, knock on heaven's door։ Ճիշտ է, սեղմեք։ Բախելով երկնքի դռները։ Տաչկի։ Մեքենաները, ճիշտ է։ Այս մեկ էս պայն անցնենք։ Կարանք։ Անցանք։ Ոսկե ցլիկը։ Ոսկե ցլիկը, ճիշտ է։ Երեք հրացանակիրները։ Դարտանյանը և երեք հրացանակիրները, ճիշտ է։ Երկու հատ եմ բան մտածում, կամ Նաչալան եմ կասկածում, կամ Օստրով Պրոկլետիկն եմ կասկածում։ Դե նայենք, ժամանակ դեր կա։ Նայենք, ամբողջ ֆիլմը սենց նայենք։ Ամբողջը չէ, իհարկե մի քանի վայրկյան դեռ ունենք։ Երևի թե ավելի շուտ։ Որը։ Ավելի շատ կասկածում եմ։ Սիրում եմ, որ կանայք կասկածում են։ Ուրեմն Նաչալան, Օստրով։ Սիրում եմ, որ կանայք կասկածում են։ Օստրով Պրոկլետիկ։ Եվ անիծյալների կղզին։ Անիծվածների կղզին։ Անիծվածների։ Եվ Անի Արզումանյանը այսօր արժանանում է կինոյի Օսկարին։ Շնորհավորում եմ Անի նաև մեր գործընկերոջ կինոպարկի կողմից հրավիրատոմսել սպասված ֆիլմերը դիտելու համար։ Շնորհավորում եմ, ես շնորհակալ եմ խաղին ձեր մասնակցությունը ցուցաբերելու համար։ Եվ այո, այսօր ունենք հաղթող, սիրելիներս, եւս մեկ անգամ ծափահարենք Անի Արզումանյանին, ով արժանացավ կինոյի Օսկարիկին։ Մերիր, բայց ոչ հիմա։ Եթե դուք էլ ինձ պես մեռնում եք կինոյի համար, ոչ հիմա, հաջորդ շաբաթ կրկին միացեք կինոյին։ Այսօր եզրափակում ենք մեր եթերը «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմի սաունդթրեքով։ Ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։